Ողջույն սիրելի ընկերներ, ուրախ ենք, որ միանում եք մեր YouTube-յան ալիքին, այսօր մեր 15-րդ էպիզոդն է եւ այսօրվա հյուրը մեր շատ սիրելի Ստյոպ Սարգսյանն է, հարվածային գործիքների մասնագետ։ Ողջույն Ստյոպ։ Ողջույն Ստյոպ։ Ողջույն։ Ո՞նց ես։ Շատ լավ դուք։ Լավ, ոնց որ դու տես մի օր Շքեղ։ Այո։ Հիմա այն որ բոլորին սենց ավանդական հարցն է ինչ նորություն կա։ Ոնց որ քո նորությունները ավտոմատ Նորությունները մեր նորությունները, իմ նորությունները մեր նորություններն են, էլի, հիմնականում։ Բացի էթնոից ուրիշ։ Ինչ ծրագրեր կան։ Առաջիկայում համերգ ունեմ Մոսկվայում։ Ես իմ անձնական գործ ունեմ, որ ուզում եմ շարունակեմ, կիսատա մնացել էլ 2 տարի առաջ արել եմ ու կիսատա մնացել պետք է շարունակեմ։ Սիմֆոնիկի հետ համերգներ ունեմ առաջիկայում։ Դեռ այդքան է։ Սիմֆոնիկի հետ համերգները շատ եմ սիրում։ Այդ մենք համարյա ամեն ոդկասթի ժամանակ խոսում ենք սիմֆոնիկից։ Մանավանդ Սերուժի։ Սերուժի հետ էլ շատ խոսեցինք ու Հարութի հետ էլ էինք շատ խոսում սիմֆոնիկից։ Մեր համար սիմֆոնիկը մի քիչ դառել է մեր սիմֆոնիկ նվագախոս։ Բայց ոնց որ մենակ ձեր համար, չէ՞ էլի։ Այս բոլորի համար է դառել։ Ազգը սիրեց սիմֆոնիկ ֆոլկը։ Շատ հավես պահեր, որ հայկականը մտավ համել սիմֆոնիկ երկկողմանի տարածում էլի գտավ։ Ու շատ կարևոր համերգ է դրվել Վարդավառին, հենց սիմֆոնիկ ֆոլկ կողմում։ Մեր շատ սիրելի կողմ։ Շատ սիրելի։ Մի քիչ ճակերտավոր, մի քիչ չէ սիրելի կողմ։ Այո։ Մի տարի էլ մենք ենք եղել։ Լևոնն էլ եղել այդ համերգին։ Այդ ժամանակ առանձնապես ծանոթ չենք, բայց նկարում էինք այդ օրը։ Նու ես չէ, մենակ ֆրոնտով եմ եղել, համ էցնով եմ եղել, համ վարքայոցով, բարեկամով։ Չէ, մենք մենակ նու ամբողջը նկարում ենք։ 3 օր ընդեղ եմ եղել։ Մենք էլ էլի կարծեմ 3 օր։ 22 թիվ։ 22 թիվներ։ Միջով բոլորը սովորեցին, որ կամերայով մարկանց պեչի ջրել։ Ու գործիքով։ Հիմա դու քանի հատ գործիք ես նվագում։ Բոլորս հետաքրքիր է այս փաստը։ Թվարկեմ։ Ես մի 4-5-ն եմ հիշում, բայց հա թվարկի։ Դհոլ, դապ, կոպալ, հարվածային, սենց սեթ, հա, ասեմ, էլի։ Անձրևներ։ Որ մենք ասում ենք թմբլակետ։ Չէ, համերգին որ կար։ Հա։ Ինքը տենց դափեր ասենք, հա, իրանց, բայց մի քիչ ուրիշ բան է, էլի, տենց կոնկրետ անուն չունի, էլի, ինքը սեթ է կոչվում, հարվածային։ Դե կոնգա, այդ որն է։ Այդ երկու հատ սենց երկար, նաև 3 հատ է լինում։ Որ այսպես նվագում։ Հա, լավ իմացա։ Քիչ աֆրիկական։ Ինքը լատինո գործիք ավելի շատ, կոնգոսներ, նույնի փոքրերը։ Դրանք ինչին հնարավոր է խփել նվագում։ Հա, հիմնականում դե հարվածային ինչը որ ձեռքով է, այդ գործիքն է։ Իսկ կա՞ բան որ չես նվագում կամ չես ուզում նվագես։ Կա իհարկե, օրինակ բառաբան չեմ նվագում։ Փորձել եմ նվագել, ստացվում է, ներսի չի ստացվում։ Զարենը ուզում նվագել, բայց նվագում է երբեմն։ Ուղղակի ինքը իմ համար օրինակ բառաբանը ամենա դժվար գործիքն է աշխարհում։ Բոլոր գործիքների մեջ ոչ միայն հարվածային, էլի, բոլոր գործիքների մեջ, որովհետև 2 ձեռք, 2 ոտք ու ուղեղ միաժամանակ աշխատում է, էլի։ Պետք է կարենաս ճիշտ։ Բարամասիկներ շատ զարգացած են։ Հա, կարենաս ճիշտ կոնտրոլ անես, էլի։ Հա, դե մենք մենակ ձեռքի աշխատանքն ենք տենում, նով հասկանում եմ համը գիտի, որ 2 ոտն էլ է գործում։ Ու ամեն ձեռքը մեկը մյուսից տարբեր բաներ են անում, նույնը ոտքերը։ Հա, բայց ճիշտ է, հա, իրոք։ Մեծ չի նույն բանն են անում, էլի։ Զարգացվածությունը պիտի շատ լինի, որ կարենաս նվագես։ Հա։ Բայց շատ կուզեի, ասենք, լինեի բառաբան նվագող, էլի։ Այդ իմ մոտ տենց բարբերաբար ցանկություններ է առաջանում, ինչ որ մի բան նվագելու, հələ որ գիտարն է, բայց այն որ բոլորը ունեն, չէ՞, տենց մի հատ դրվագ, որ հայլու դեմը կանգնում են, իրենց ռոք խմբի ինչ որ մի հատ պատկերացնում, հա։ Հիմա եղել է սկզբից բառաբան, հետո գիտար, հետո բառաբան, հետո էլի գիտար, հիմա հələ որ գիտարի վրա։
Բայց նաև Ստյոպը առաջին մասնագիտությամբ դաշնակահար չէ։ Չէ։ Բայց ինչի՞ սաղին ասում որ դաշնակահար է։ Չէ, տարեր դասական սանթուրահար։ Սանթուրը որն է։ Սանթուրը պատկերացրեք կանոնի նման, մոտավորապես ոդքերով կանոնի նման չես դնում էլի քո ոդքերին։ Ինքը ունի իր ոդքերը, ունի պեդալ, նվագում ես փայտիկներով։ Մետաղական լարեր է, ի տարբերություն կանոնի, մետաղական լարեր է, որը նաև վտանգավոր է ինչ-որ միտեղ, որովհետև նվագելուց երբ որ այդ լարը պոկվում է, կարող է դեմքիդ թռնի, էլի։ Այն նոպագաձի մեջ որ նոպագաձի տոմիջերի մեջ որ պոկվում է։ Ու սանթուրն էլ, նայեք ոնց որ օրինակ դափը տարածաշրջանում տարբեր երկրներում օգտագործվում է նաև Եվրոպայում, նույնը սանթուրը։ Սանթուրի շատ տեսակներ կա, ունեցել ենք հայկական սանթուր, կա ուկրաինական ցիմբալը, սանթուրի տեսակ է, նաև ռումինացիներն են նվագում, Բելառուսիայում են նվագում, հնդիկներն էլ չէ կարծեմ ունեն դրա նման գործ։ Սերբերն էլ են նվագում, հնդիկները ունեն, պարսիկները ունեն։ Ճիշտ է, պարսիկներին։ Մերը ավելի շատ նման է հնդիկներին ու պարսիկներին, հայկականը։ Բայց կառուցվածքով տարբեր են, հա։ Մերը խրոմատիկ կառուցվածք ունի, այսինքն դո դիեզ, ռե դիեզ, սենց այս տարբերակով է գնում, իսկ պարսիկներինը ու հնդիկներինը կոնկրետ լարվածքով է լարվում, լարի։ Բարդ գործիք է, էլի։ Մերը պարսիկներինը, հնդիկներինը պեդալ չունի։ Պեդալը ինչ ֆունկցիա է անում, ինքը խլացնում է ձայնը։ Քանի որ լարերը մետաղական են, իրենց արձագանքը շատ է։ Այսինքն երբ որ տեխնիկական գործ ես նվագում, մանավանդ արագ գործ, ինքը սենց արձագանքը շատ է մնում, էլի, այսինքն բոլոր նոտաները խառնվում է իրար։ Դա համար պեդալը նախատեսված է նրա համար, որ նվագելու ընթացքում դու սխմած ես պահում, ինքը որ հնչի, հենց ուզում ես խլացնես, ոտքդ թողում ես պեդալից, ինքը խլացնում է։ Ստացվում է, այսինքն մերը նվագելը ավելի դժվար է, քան այն մյուսը, թե նու պեդալով պիտի ստեղ պեդալը այդքան դժվարության հարց չի, ուղղակի դիապազոնով ցիմբալը, պեդալով գործիքը մի քիչ ավելի տարբեր է, էլի իր կառուցվածքը։ Օրինակ կեսը օկտավայի այս մասում է, կեսը այս մասում է, կեսը այս մասում է, կեսը սենց տարբեր է, էլի։ Իսկ հայկականինը մի կողմով բարձրանում է մի օկտավան, հետո այն մյուս կողմով շարունակվում է։ Իսկ իրան փոխարինող զուգահեռ գործիքը ո՞րն է երաժշտական։ Փոխարինող չկա, որովհետև ինքը իր հնչողությամբ շատ տարբեր է, էլի։ Այսինքն ինչ որ գործիք չկա, որ նմանացնես։ Ինքը տեսքով մի քիչ, բայց մի քիչ կանոնին է նման, բայց հնչողությամբ լրիվ տարբեր է։ Չէ, հնչողությունները հետաքրքիր կարած ուրիշ գործիքով ստանաս նույն բանից, թե չէ։ Չէ, հետաքրքիր է։ Ինքը համարվում է հարվածային լարային գործիք։ Հա, դե համ հարվածում ես, համ լարայինի վրա ես։ Այս չգիտեմ խի ֆիքսել, որ դու սինթեզ ես նվագում համել։ Ճիշտ է։ Ես չգիտեմ ինչի է ֆիքսել։ Կարող է որովհետեւ նկարելու օրը ես բան պատմել իմ երաժշտական դպրոցի տարիներից, ուսիկա էտա ֆիքսել, որովհետեւ ես Բայց ես էլ եմ տենց ֆիքսել ինչ-որ մի բան։ Լավ, սկզբից սկսեմ, որ ուրեմն շատ տեղեր ես պատմել։ Չէ, հաստատ ինձ է պատմել, ես եմ պատմել։ Տանը դե երեխա 5-6 տարեկան ինչ պատահեր նվագում էի, տենց սեղանին, կալսաներին, բան։ Վեդրոները թեքելով։ Հա, այդպես ամեն ինչի վրա նվագում էի, մաման որոշեց տանի երաժշտական դպրոց դհոլի ընդունվեմ։ Գնացի, այդպես գնացել ենք, որ դհոլի պետք է ընդունվենք, քանի որ շատ եմ սիրում, նվագում եմ, ստացվում է։ Լսեցին ինձ ու ասեցին, որ ափսոս է այս երեխան, որ մենակ դհոլի գա, եկեք մի հատ ուրիշ մասնագիտություն ընտրի, ուրիշ գործիք, քանի որ լսողությունս լավ էր, դհոլի գա որպես երկրորդ գործիք։ Ու ինձ առաջարկեցին սանթուրը, Այն ինչ բարդ բան կա առաջարկեցին։ Ուդ եւ թար կարծեմ։
ես ընտրեցի Սանթուրը, չգիտեմ ինչի որ գաղափար չունեի ընդհանրապես Սանթուրի մասին, ոչ Իսկ տեսել անունն է, էի, որ ուտեք ոչ լսել էի, չէ, ուղղակի տարան ինձ այդ գործիքը տեսա ու հենց սիրտս կպավ, ասենց ասած, էլի որոշեցի Սանթուր ու քանի որ մենակ սիրողական դհոլի չէի գնալու, արդեն պետքա գնայի Սանթուրի ու Սանթուրի առաջի մասնագիտություններ, դհոլը երկրորդ, նաև պետքա անցնեի սոլֆեջո, դաշնամուր եւ այլն։ Դաշնամուրն եմ սովորել եմ 7 տարի զուգահեռ դհոլի ու Սանթուրի ու դաշնամուրն է շատ լավ էր ստացվում մոտս դաշնամուրից դասատուն ուզում էր որ փոխեի մասնագիտությունս դաշնամուրի այ էտա տպավորվելի մեջ էտա Ես հիշում եմ որ տպավորվել ինչ-որ բան խոսում էինք ուղղակի կլիպի սյոմքի օրը այտենց եմ ֆիքս է որ դու երևի կարող է այդ նույն բանն եմ պատմել կարող է դաժե այդ նույն բանը այդ օրն ես պատմել սա իմ այս նույն տեղում ու ես ճիշտն ասած դաշնամուր որ ասեմ չէի սիրում սուտ կլինի բայց նենց էլ չէր տենց շատ էի սիրում էլի ուղղակի գնում էի որտեվ ձևն էր տենց որ պետքա գնայի ու մի քիչ ինչի չէի սիրում դաշնամուր ձախ ձեռքի պատճառով որովհետեւ աչը սոլի բանալի է ես մի քիչ մասնագիտական բան եմ ասում սոլի բանալի է ինչ տենում ես նոտաները գրած այդ ես կարդում իսկ ձախը բասի բանալի է որ ինչ տենում ես այդ չես կարդում էլի ուրիշ այսինքն այդ նոտան որ գրված է այդ նոտան չի ուրիշ նոտա է էլի այսինքն իրան կարդալու նվագելու համար այդ process-ը մի քիչ ավելի բարդ է ու ես դաշնամուր առանք հատուկ իմ համար որ պարապեմ ու դաշնամուրի վրա դհոլ էի նվագում ու ես արդեն այդ բասի բանալի ձեռը ինձ կրակն եմ ընկել որոշեցի որ պետքա նստեմ տանը միշտ այդ ցախ ձեռքի պարտիան փոխեմ գրեմ սոլի բանալիում ու նոր սկսում էի տենց պարապել մի հատ պատմած հիշեցի բայց ստացվում էր մոտս ամբողջ դասարանին նոտաները տալիս էր իմ դասատուն հետո վերջացնում էր ամենավերջում մնում էի ես ինձ տալիս էր ամենաբարդ բաները Բախ, Բեթհովեն եւ այլն ու տենց տանջվում էի ամբողջ կիսամյակ Բախից մինչև կոպալ էլի այնքան բան էր այդ պահը որ տենց դի կարդաս էլի միաժամանակ էսի նայում ես ինչ որ գրած է էտա բայց էսի էդ չի էլի ինչ որ գրած է ես հենց նոր դու պատմում ես ես հասկացա իմ մանկական տրավմաները դաշնամուր չսովորել որովհետև ես էլ 7 տարի գնացել եմ մանկական տրավմաներս հենց այդ է եղել որ էսի նվագումա նորմալ էս մեկը ուրիշ բան է նվագում երևի նույնն է եղել Չես մենակ մի բան եմ սովորել սինթեզով նվագել ու դրանից հետո ուղարկել ենք գյուղ մեր սինթեզը չեմ սովորել Այսինքն բռնում էր ձեռս դաշնամուրի դասատուն սենց հաթալ մատերով ջարդում էր մատերս Ну ինտրիգային հարց կոպալ նվագելով կարաս փող աշխատես թե չէ առավոտները փող կարաս աշխատես բայց ինչքան Այդ հարցի մի երկրորդ կողմն է էլի Չէ կատակը մի կողմ հարցից նպատակը այն է որ հայկական կամ ազգային ավանդական գործիքներ սովորելով կարաս մտնես ինչ որ խումբ նվագես դու փորձես խումբ ստեղծես մարդկանց հետաքրքիր չի այդ ոնց որ հա փողը ծիծաղացին կանցենք բայց իրա բանն եմ ուզում հասկանամ Իհարկե կարաս բայց եթե խոսքը գնում է հարվածային հայկական գործիքների մասին միանշանակ կարաս ու այդտեղ ամենաառաջնային շարքում դհոլն է որ դհոլ սովորեցիր կարաս գնաս ռեստորանում աշխատես գումարային առումով եթե խոսում ենք գումարից Չէ գումարը ուղղակի կատակի մաս բայց իրա բանն եմ ուզում հասկանամ պահանջվածությունն եմ ուզում հասկանամ դե պահանջվածություն կա ներկա պահին կոպալի առումով ամենապահանջվածը ներկա պահին հարսանիքներն են այդ դրսի երաժշտությունը որ մարդիկ սիրեցին վերջի մի քանի տարիներում մարդիկ սիրեցին ու նորից սկսվեց այդ ավանդական կոպալի օգտագործումը որովհետև մինչև այդ կորել էր ու դհոլ էին չէ՞ նվագում դհոլ դուդուկ էին նվագում չէին անում այդ դրսի արարողություն դրսի երաժշտության ժամանակ ընդունված էր դհոլ կլարնետ ակարդեոն Էստրիո ճիշտ է ինչքան բան կա որ չեմ սիրում բայց ստացվեց որ մարդիկ սկսեցին հետ գնալ իրանց արմատները էլի բայց մարդիկ ոչ թե մտածելով այդ արմատների մասին հետ գնացին այլ իրանց դուր էր գալի ուղակի այդ
զուրնի ձենը շախ ասված է էլի կոպալի, հա, այդ տենց բասային հնչողությունը մարդկանց դուր է գալիս։ Հա, այդ կոպալի ձենը sense ներսը ցախ բարձրացնում է վերև միանգամից։ Այտենց մարդիկ սկսեցին օգտագործել իրենց հարսանիքներում, այսինքն պահանջարկը մեծացավ։ Հա, բաց այդ ազգային երկու պարը մի քիչ ավելի զարգացավ հիմա, նամանավանդ պարը։ Այդ հարսից նպատակը այն է, որ այն մարդիկ, ով նայում են, նամանավանդ եթե կան ծնողներ, որ ուզում են իրենց երեխեքին տանեն երաժշտական գործիքի, պարտադիր չէ, էլի, մենակ գիտարի տանեն։ Հա, կարան տանեն դհոլի ու հարվածային ինչ-որ գործիքների։ Ուղղակի այստեղ մի հատ շատ մեծ բաց կա, որ այդ երեխեքին, որ ասում ես հիմա նայում են մեզ, որ ուզենան տանեն կոպալի, իրենք չեն կարա տանեն կոպալի այդ երեխուն։ Որովհետև ոչ միտեղ կոպալ չի դասավանդում։ Թե ինչ որ գործիքի հետ նաև կոպալ են սովորացնում։ Չէ, ընդհանրապես չեն սովորացնում։ Այսինքն եթե մենք նայում ենք պետական ծրագրով, ինչը տված է երաժշտականներին, ուսումնարաններին, կոնսերվատորիա կամ մանկավարժական համալսարան, չկա տենց կոչված բացի դհոլից ուրիշ հարվածային ժող բաժին։ Բայց ինքը ընդհանուր հարվածային գործիքների բաժին չի, թե մենակ ինչ որ դհոլի բաժին։ Չէ, ինքը կոնկրետ դհոլի բաժին է։ Հա։ Հարվածային գործիքները դա արդեն գնում է բառաբան։ Հա, հասկացա, չէ, աղբորս երեխան տարել էին ինչ որ մի հատ մասիվում ինչ որ այնպես խմբակի պես տեղ, այնտեղ ասել էին թող գա դհոլ սովորի, հետո հարվածային գործիքների կանցնի, կարծեմ իրանք է սովորացնում էին, բայց չեմ մանում, այդ ոնց որ մասնավոր հարվածային գործիքները իրանք նկատի ունեցել բառաբանից թվում է։ Այ, կարող է ուզեցել է գնա բառաբանի, ընդունվի։ Փոքր է եղել տարիքայինը։ Ասել են արի դհոլի, հետո մի քիչ կմեծանաս կանցնես բառաբանի։ Կարճ ասած, կոպալը ինքնուց գործիք է։ Եթե զարը գիտար նվագել սովորացնի կամ դափը ավելի կարևոր գործիք է, որովհետև դափը դհոլից առաջ է եղել։ Հա, բայց հայկական է։ Հա, իհարկե։ Ունի տեսակներ, տարբեր էլի պարսիկներն են նվագում, քրդերն են նվագում, եվրոպական երկրներ էլ կան, որ օգտագործում են, ուղղակի ամեն երկրում տարբեր անվանումներ ունի, ուզբեկներն են նվագում, ու դափը եղել է դհոլից առաջ շատ ավելի վաղ շրջանում, աշուղներն են օգտագործել։ Հա։ Ու այդ բացը էլի դափին է վերաբերվում, որովհետև դափել ճիշտ ասած այս վերջի տարիներին հիմնականում աղջիկների շրջանում այդ հետաքրքրությունը մեծացել է դափի հանդեպ։ Ուսուցիչներ, որ ոնց էլ չսովորեցի։ Հա, մի պահ մենք պարապեցինք։ Նոր խմբակ բացենք ես անգամ։ Ոնց որ գիտար նվագել ես չի ստացվում։ Ասեմ ավելին տունը դրած է։ Ու հետաքրքիրն է նա, որ ոչ միայն երաժիշտներն են ուզում սովորեն դափ։ Այսինքն իմ մոտ եկել են սովորելու ուղղակի լրիվ ուրիշ մասնագիտության տեր մարդիկ, որ ուղղակի հետաքրքրված են այդ գործիքով։ Կյանքի ռիթմը կորացել է։ Հա, ու ուզել են սովորեն։ Ու բավականին լավ ու շուտ ստացվել է իրենց։ Ինչ որ դպրոց կա, որտեղ սովորացնում ես թե դու քո։ Չէ, ես ուղղակի մասնավոր։ Հա, հասկացա։ Իսկ հիմա շատ աշակերտներ ունես։ Ներկա պահին դպրոցում ունեմ 16 աշակերտ, քոլեջում ունեմ 4 ուսանող, մասնավոր այս պահին մի հոգի։ Դե կարևորը ցանկություն ունեցողների թիվը շատ ցածր չի էլի, սովորողներ կան։ Հա, սովորողներ կան, ուղղակի վատա, որ այդ մասով մենք չունենք պետական ոչ աջակցություն, ոչ բաժին, էլի։ Հա։ Այսինքն դափի բաժին չկա։ Դե գոնե կարող լիներ մի հատ ընդհանուր հարվածային գործիքների, որը որ բառաբան չի, ու ոնց որ դհոլել չի, մնացած գործիքները գոնե լիներ։ Որտեվ ինքնուս սովորելու վրա որ թողես, մի քիչ սպეციფიკա է։ Տարբերական, բայց պետքա դասավանդողները լինեն։ Հա։ Շատ կարևոր է։ Որտեվ դափ նվագող կոնկրետ Հայաստանում շատ քիչ կան։ Երևի 4-5 հոգի։ Ու որակով նվագող։ Հա, նվագող էլի։ Դե պետականը չգիտեմ ինչքանով պետք է լինի պետության հետաքրքրության մեջ։ Մասնավորն էլ մի քիչ դե ֆինանսից է էլի կախված, չես կարող անընդհատ ինքնանպատակ փորձես բոլորին սովորացնես, բայց ոնց որ մենակ ֆինանսական եկամուտի պահը չէ, ոնց որ կյանքդ պիտի արդեն մի քիչ ավելի դեպի կրթական ոլորտ տանես, որ կարողանաս։ Դե ես հիմա ոչ թե ֆինանսականի մասով եմ խոսում, այլ
հենց այդ կրթական գաղափարի, այդ ավանդական մերը պահելու մասին եմ խոսում, որ պետականորեն չկա։ Իրականում հետաքրքիր բան ես ասում։ Իմ ծանոթներին էլ որոնք որ կրթական ոլորտից են, էլ կարամ առաջարկեմ, որտեղ որ իրենք որ դպրոցներում որ ինչ որ միջոցառումներ անում են, փորձեն գոնե ինչ որ ժամանակը մեկ ինչ որ մաստեր կլասի նման ինչ որ բան անցկացնեն, երեխեքի մեջ գոնե ինչ որ տեսական գիտելիքի համար, որ երեխեքն իմանան, ասես գործիք կա, որտեղ թե գործիքի մասին չգիտես, նվագելու մասին դժվար է մտածել։ Դա երևի աղջիկների շրջանում տարածվեց մոտ մի 5-6 տարին վերջի, երևի տարածվեց հարսանիքների պատճառով։ Հա, ոնց որ ամեն ինչ մեջ համ դրականը կա, համ բացասականը էլի։ Այդ թափը տարածվեց գոնե։ Ուղղակի վատը այնա, որ լավ 90% չասեմ, 80%-ը այդ հարսանիքների մասով էլի ուղղակի պահում են ձեռքներին։ Հա։ Դա հետ ես չեմ։ Մեկ վիդեոներ կա, խաղալիք ձապերել են պահում, ուղղակի տեսքի համար։ Ինքը բարդ է նվագելը։ Չէ, միշտ այն չխչխկիկ են որպես բաներ, հա, կամ տենց ինչ որ մի հատ էֆեկտ էլի, կամ ֆոն զուտ։ Բայց իրա բուն գործունեությունը դա չի հասկացել։ Իմ համար տենց ցնցնք որ անում էր այդ։ Նայեք իմ ուղեղում բան է լինում, երբ որ ես պետքա երգեմ ու այդ անեմ, մի գործողություն եմ կարողանում անեմ, դրա համար կիսատ մնաց, որովհետև եթե պիտի խփեի, չի կարա երգել, դες շատ լարված դեմքով մենակ խփում էի։ Մի հատ ուրիշ հարց, նաև գիտենք, որ դու ունես ձեռնարկ գրած գիրք, կներկայացնես լեզուներով ագրված, քանի լեզվով, թե մենակ հայերեն, ինչի մասին է։ Ցավոտ թեմաներից է, էլի, որովհետև այդ ձեռնարկի միտքը ինչի մոտ եկավ, որովհետև միշտ ես փոքրուց էլ ու ինձնից առաջ էլ սերունդները, ովքեր որ գնացել են, սովորել են դհոլ, միշտ դհոլահարներին տենց ուրիշ աշկով են նայել, էլի, երաժիշտները, հա դե դհոլ են նվագում էլ չէ, խփում։ Ոնց որ բոքսյորի գնային կամ չգիտեմ։ Այդ ճիշտ ասած մի քիչ հենց նվագողներից էլ է եկել, ինչ որ մեկին չեմ քննադատում, ուղղակի ընդհանուր ասում եմ, որ թույլ ենք տվել էլի, ու տենց վերաբերմունք, այդ ինչից է եկել, այդ եկել է, որ դասավանդվել է ուղղակի ով ոնց գիտի, ով ոնց կարում է, ով ոնց լսել է, ով ոնց սովորել է, այսինքն հստակ ինչ որ բան չի եղել գերագիտություն։ Դրա համար ես այդ շրջանում, որ այդ ձեռնարկը մտածեցի, սկսեցի գրել, մշակել, նվագում էին աղեկացի նվագախմբում, չգիտեմ ծանոթ եք թե չէ, ու այնտեղ ես ճիշտ ասած նոտա հարվածայինի դհոլի նոտա, որ տենց սկսել եմ ավելի վարժ նվագել, կարդալ, եղել է այդ խմբում։ Ու նվագում էինք բարդ գործեր, օրինակ կոնցերտ էինք նվագում կանոնի կամ շվի, որ անհնար է ուղղակի տենց իրան ֆիքսել, հիշել ինչ ռիթմ է ու նվագել, էլի։ Այսինքն անհնար ասելով հնարավոր է, բայց շատ երկար ժամանակ ու փորձեր է պետք դրա համար, էլի։ Իսկ երբ որ կա նոտա դրած դիմացդ, դու կարաս մի փորձով այդ ամեն ինչը նվագես։ Ու այդ ժամանակ տենց այդ միտքը եկավ, որ ինչի պետքա բոլոր գործիքները երաժշտական գրագիտություն ունենան ձեռնարկեր, ունենան գրքեր, որից կարան օգտվեն, սովորեն։ Տենց սկսեցի մշակել, ոնց կարա լինի, նոտաները ոնց, հարվածները ոնց է գրվում եւ այլն։ Ու մշակեցի այդ ձեռնարկը, որը նախատեսված է հենց 0-ից սովորողների համար։ Նաև, ասենք, նվագողներն էլ կարան օգտագործեն, եթե ուզում են սովորեն նոտա, նաև 0-ից, ասենք, երեխան գալիս է երաժշտական դպրոց, ընդունվում է, կարա սովորի։ Ուղղակի պետքա որոշ գիտելիքներ սոլֆեջոյից, ընտարական գիտելիքներ է պետք, որ պետքա տիրապետես դրանց։ Այսինքն դհոլինը մի քիչ ուրիշ ձև է կարդացվում նոտաները, չէ, ուրիշ ձև չի կարդացվում։ Նայեք, դհոլի կամ մենակ դհոլ չվերցնենք հարվածային յուրաքանչյուր գործիք, կարդում ես իր ռիթմիկ պատկերն է գրված։ Ու գրված է հարվածները։ Օրինակ դհոլի մեջ կա,
4 հիմնական հարված հիմա ժամանակին կոմպոզիտորները, մեր հայ կոմպոզիտորները գրել են այդ ամեն ինչը մի տողի վրա, այդ բոլոր նոտաները գրել են, ռիթմիկ պատկերը։ Բայց թե որը որ հարվածն է, այդ արդեն թողել են նվագողի ոնց որ հայացողության, էլի, որտեղ ոնց հարմար է։ Հիմա իմ մոտ ձեռնարկում կոնկրետացված է։ Այս նոտան, այս հարվածն է։ Հա, հասկացա։ Այսինքն նվագողը որ տենա միանգամից կհասկանա, որ չէ, իրական նոր սովորողի համար չի, ոնց որ բոլորի ովքեր որ դոլ նվագում են։ Իսկ հիմա բոլորի համար է։ Բոլորի համար է, բայց այդտեղ այդ ցավոտ կողմը, որ ասում եմ, ցանկությունն է, որ այդ ամեն ինչը սովորեն ու Ավելի հեշտ տարբերակ։ Դե հարցն է, թե մարդը ինչքան է ուզում խորանա իր մասնագիտության ու արվեստի մեջ։ Հա։ Եթե ուղղակի տես ձեռի հետ նվագել, մի անգամ ստե, մի անգամ ընդ տենց ինչ որ մի բան անել, հա, տրամաբանական է, որ մարդը չի ուզենա կարդա, սովորի, հա, բայց նամանավանդ ովքեր, հա, տենց վերջի էսե եկա նրա վրա, որ երիտասարդները կամ փոքրերը, հա, իրենց համար ավելի նպատակային է այդ ամեն ինչը կարդան իմանան։ Նպատակային է շատ ու շատ իմ համար հիմա որ գալիս են իմ մոտ հենց առաջի դասարան, իմ համար ամենակարևորը նոտա սովորեն գրագետ, նոր անցնեն նվագելուն, որովհետև այդ մի հատ լրիվ ուրիշ բան է, նվագելը լրիվ ուրիշ բան է։ Ինձ թվում է այն մարդիկ, ովքեր որ մեզ դիտում են, իրանց մի հատվածը նաև են երեխեքն են, ովքեր որ ուզում են սովորեն դհոլ կամ հարվածային, կամ իրանց ծնողներն են, որ իրանց երեխաներին տանելու են սովորելու, լավ կլինի, որ իրանք էլ դրա մասին իմանան ու կարաս վաճառքի կամ ոնց գտնեն ինտերնետում կա, թե ոնց է պետք գտնել այդ ամեն ինչը։ Ճիշտ ասած, դա ֆիշացրեցիր գրքի խմբականակը շատ քիչ է տպագրվել հենց սկզբում, որովհետև մտավախություն ունեի, որ պահանջարկ չի ունենա ու ինչ որ կոնկրետ, եթե հիշում եմ, մոտ մի 100 հատ է տպագրվել, դա ասեցի արդեն ինչի համար, բայց շատ շուտ սպառվեց այդ խմբականակը ու ճիշտ ասած դեռ չեմ հասցրել նորից խմբականակ տպագրեմ, ոչ էլ on-line հարթակում ունեմ այս պահին, բայց հետաքրքրվում էի ոնց է լինում այդ on-line գրքերը եւ այլն, այդ ժամանակ COVID-ի շրջանն էր ու ճիշտ ասած չգտա տենց մարդ, ով տեղյակ էր այդ ամեն ինչին, հետո արդեն ժամանակ չունեի զբաղվեի դրանով ու տենց մնաց, էլի, բայց պարտադիր պետքա on-line տարբերակով տարբերակներից մեկը կայք սարքելն է, հենց քո Դե որտեվ շատ հարմար է արտերկրում ապրող երիտասարդների համար, ովքեր ուզում են հարվածային գործիքներով։ Հա, ինչ շատ են գրել, համ հայերն են գրել դրսից, նույնիսկ ուղարկել եմ Ֆրանսիա հորեղբորս որդին ունի փոստային տարբերակով ուղարկել եմ տարբեր Ֆրանսիա, Գերմանիա, Ամերիկա եմ կարծեմ ուղարկել, նույնիսկ չինացի թե ճապոնացի երաժիշտներ կան, որ գրում են, մինչև որս գրում են on-line տարբերակին են սպասում։ Ես Հարութի հետ էլ էինք խոսում այդ նույն թեմայով, որ կան ճապոնացիներ, թե նո ամեն դեպքում ասիական տարածաշրջանի ժողովուրդ ու հետո ինտերնետում էլ շատ գտա, որ մարդիկ սովորում են հայոց լեզվից սկսած, հայկական գործիքներից վերջացրած, իրանք սովորում են, հենց որ ինձ թվում է այդ շուկայում էլ շատ հետաքրքիր կլինի։ Հա, պահանջարկ ունի ու ճիշտ ասած դե գիրքը ստեղի համար տպագրվել է հայերեն, նաև կա գրքի ռուսերեն ու անգլերեն տարբերակները, բայց էլի չեմ հասցրել տպագրել այդ խմբականակները։ Ուղղակի հավաքած, թարգմանած, sense պատրաստ կա էլի։ Այն ինչ որ մյուսները չեն հասցնում անեն դու արել ես, այն ինչ որ ամենահեշտն է դա ամեն ինչի մեջից չես արել։ Դե մի քիչ չէ, ինքը շատ ժամանակատար գործ է։ Պետք է ժամանակ պետք է պարտաճանաչ գտնես այդ ամբողջ գործը։ Դե կարևորը արդեն որ մի խմբականակ արել ես, ձևերը գիտես։ Ինձ թվում է բաց այդ օգտվողներն են մեկը մյուսին ամեն տեղ չի շախտված։ Չէ, բայց կարևոր է որ մնա այդ ամեն ինչը, որովհետև էլի գալիս ենք հասնում ենք նրան, որ
հայկական մշակույթը ոնց որ անհատների վրա է դրած պապենական գալիս ամեն ինչ, այդ անհատները եթե անեն, չէ, չի մնում, գնում կորումա։ Մի օր չդառնա խազակություն։ Կներես ավելացնեմ մի քիչ կիսատ մնաց էլի, այտենց այս թեման նոտայի գրագիտության մի քիչ այտենց երկար էլի, որ խոսանք կարող է մինչև վաղը խոսանք էլի, որ ասեցիր ծնողները նայում են երեխաներին ուզում են բերեն, լրիվ իրանց պատկերացումը լրիվ ուրիշ բան է։ Այսինքն իրանք մտածում են երեխուն բերեցին դհոլի ընդունեցին, վերջ իրանք երեխան սովորեց արդեն դհոլ նվագել, շատ լավ դհոլահար է, հայտնի ճանաչված։ Ու իրանք մի հատ մտքով են բերում հիմնականում, որ իրանք երեխան սովորի ու գնա ռեստորանում աշխատի։ Իհարկե չեմ քննադատում ռեստորանում աշխատողներին, հա, այդ պետք է որ ֆինանսական առումով ոնց որ կայուն լինի ամեն ինչ, բայց ճիշտ չի որ այդ աչքով են նայում, էլի։ Օրինակ երեխեք կան գալիս են միանգամից հենց առաջի դասից ասում են Արցախը ոնց է կսովորացնեք ինձ Արցախ նվագել։ Բայց կարևորը որ գիտեն որ Արցախն ուզում նվագեն։ Հա, ես ոչ մի բան չունեմ Արցախ ստեղծագործության դեմ, ուղղակի իրանց բացատրում են որ այդ չափորոշիչ չի, դրանով չառաջնորդվեն, էլի, որ իրանց համար նպատակը Արցախ նվագել սովորելը ու վերջ։ Ասենք մինչև այդ կա շատ լիքը ու ավելի կարևոր բաներ, նոտա սովորել, հարվածներ սովորել, մի խոսքով մասնագիտական լիքը բաներ կա, էլի։ Հա, պատկերացնում եմ, որովհետև բոլորով ով ուզում է գնա երաժշտական գործիքի, միանգամից իր մտքի մեջ ինքը արդեն ինչ որ բեմի վրա նվագելուց է, էլի իրան պատկերացնում։ Ես իմ տեսակյունից ասեմ, շատ հաճելի է որ աշխատում ես գրագետ երաժշտի հետ ու կապ չունի ինչ են նվագում, կարևորը գրագետ լինի, որտեվ շատ հեշտ է ինտեգրվում, շատ հեշտ է աշխատելը։ Բնականաբար։ Ես առաջի դասանից սկսած երեխեքին բացատրում եմ, որ հետագայում, եթե նվագեք ինչ-որ նվագախմբում կամ չգիտեմ, ինչ-որ միտեղ ու ձեզ բերեն ինչ-որ բարդ ստեղծագործություն, դուք դժվարանալու եք, եթե նոտա չգիտեք։ Պետք է գնաք օրերով, շաբաթներով լսեք, նվագեք այնքան, մինչև դուք այդ անգիր անեք, որը շատ դժվար բան է, հեշտ բան չի, որ կարողանաք նվագեք։ Իսկ եթե հիմա մի քիչ դες նեղություն տակ ու սովորեք այդ ամեն ինչը, շատ հեշտ է լինելու ձեր համար։ Կուզեի ես ամբողջին դրածած լինեին։ Ոնց է մարդ, չէ, բոլորս դպրոց են գնում, գիտենք, որ եկավ դպրոցի տարիքը, հա, 6 տարեկանից է 7 տարեկանից են, գնում ենք առաջի դասարան, տառերն ենք սովորում, հետո կարող ենք բար գրենք նախադասություն, այսինքն բոլորը, հա, երևի 99%-ը մարդկության գնում է ու սովորում է այդ ամեն ինչը, կարողում է կարդա ու գրի։ Այդ նույնը երաժշտության մեջ է, կապ չունի դու ինչ գործիքի ես գնում, որ սովորես։ Դու պետք է այդ գրագիտությունը ոնց որ հայերեն իմանաս, բայց ուղղագրությունը չիմանաս։ Դե երաժիշտների այբուբենն է, էլի։ Հա։ Ու այդ գաղափարը չկա, էլի, երեխեքի մոտ շատ դժվար է երեխեքին համոզել, պահանջել, որ պետքա սովորեք։ Դե դա էլ գալիս է նրանից, որովհետև հավաքվում են մի հատ առիթ հալնում, ասում են, ես մեր չգիտեմ, ես իմ երեխան, հələ թող մի հատ նվագի լսեք, դհոլ են գտնում, չգիտեմ, այդ բային հարևանի տնից բերում են ու հենց այդ Արցախն էլ ու երեխան տամ։ Всё, իր մեջ արդեն մտնում է, որ ինքը շատ լավ երաժիշտ է, այդ իր բոլոր բարեկամները դե 200 հոգի որ հավաքված են, իրան մեծարում են, ասում են մեր ազգի պարծանքն է, մեր չգիտեմ, ինքնալնելու մեր հետոյի ամենալավ դհոլահարը ու այդ երեխան, չգիտեմ, 20 տարեկանից հետո կորում է բոլորի տեսը։ Բանակից հետո գալիս հասկանում է, որ ինքը вообще դհոլ չէր ուզում, ընդհանրապես դհոլ չէր ուզում։ Կամ գալիս են, ընդունվում են առաջի դասարան, կոնկրետ իմ մոտ եմ, էլի, նկարագրում դեպքը, հասկանում են, որ իրանց պատկերացրած տեղը չէր էս, ու դուրս են գալիս։ Այսինքն առաջի դասարանն էլ չեն ավարտում, էլի։ Դե իրականում մի քիչ էլ ցավոտ է, չէ՞, ամեն դեպքում մատիկ։ Էդ էլ կա։ Ցավոտ։ Հա, էդ էլ կա, բայց չէ, էդ չի պատճառը լինում, էլի։ Պատճառը այն է լինում, որ իրանք մտածում են պետքա գան նստեն, տենց ես ուղակի բացատրեմ ինչ պիտի անեն, գնան տանը չպարապեն, գան, էլի ես անեմ, էլի գնան չպարապեն ու տենց իրանք դառնան երաժիշտ։ Հա, բայց տես լավ է որ մաղվում է, էլի, միանգամից։ Հա, այդ լավ է ու կարծեմ հիմա ընդունեցին, որ երաժշտական դպրոցների ընդունելության համար քննություն պետք է հանձնեն նոր։ Սլոխի քննություն։ Հա,
լսողություն, այնտեղ մի երկու բան էլ կան ինչ-որ տարական գիտելիքներ, որովհետև ով ուզում է, ուղղակի ինչ-որ բան արգելք չկա։ Գալիս է, եթե տեղ կա, գործերը տալիս են երեխան ընդունվում։ Դա արգելք իրականում պիտի արգելք լինի, բայց լավ այն նրանով, որ սխալ ասացի, երևի Սա երաժիշտներ կան, մեկ-մեկ նայում ես, լացդ գալիս է։ Չէ, բայց հարցն է, որ ոնց որ այդ նաև կարա մի փոքր կարգավորի դաշտը, թե ով է դաս տալիս, որովհետև ինչ որ մարդ եթե մի քիչ հասկանում է այդ ամեն ինչից ստացված կամ չստացված երաժիշտ է, բայց ուզում է համել գումար աշխատելու համար ինչ որ խմբակ բացի, այդ իրան կոպիտ ասած մեկ է դառնում, թե ով է գալու իր մոտ նվագել սովորել։ Դե հա, մասնավորների մասին չենք խոսում։ Հա, իրանց մոտ գոնե կարա մաղվի, էլի, եթե ինչ որ նորմատիվներ լինի, բայց չեմ կարծում, որ մասնավորի վրա կազդի այդ նորմատիվները։ Ինքը հավանաբար մենակ պետականի վրա է ազդել։ Իմ մոտ դպրոցում ամեն տարի, ամեն ուսումնական տարվա սկիզբ, երբ որ ընդունելությունները լինում է, լիքը երեխեք, ովքեր ուզեցել են ընդունվեն, տեղ չկա ուղղակի։ Հա։ Այսինքն այնքան շատ են ցանկացողները, որ տեղ չկա։ Շատ լավ է։ Հա, շատ լավ է իրականում, որ ցանկացողները շատ են։ Իրականում ես կուզեի, որ այդ շարժը, հա, որ կա դհոլի հանդեպ, լիներ նաև մյուս ժող գործիքների հանդեպ։ Ինձ թվում է ժամանակի հարց է, որովհետև հիմա ժող խմբերն էլ երգի ու բարի տարածումը օգնում է, որ նաև մարդիկ իմանան, թե ժող գործիքների մեջ ինչ գործիք կա։ Ազգային երգը մի քիչ ուղղակի մոդայի մեջ է ճակերտավոր։ Օրինակ թարք, համանչա, հա, կամ նույնը սանթուր շատ քիչ երեխեք են ընդունվում ու ավարտում ի տարբերություն մեր հարևան երկրի։ Որ հարյուրավոր քամանչահար ու թառահար է ընդունվում ու ավարտում ամեն տարի։ Դա իրականում բնակչության թվի քանակից էլ է կախված, բայց ես մտածում եմ, որ մշակութային ինչքան էլ մենք հիմա խոսում ենք, որ աճում է, բարձրանում է, նամանավանդ ազգայինը, չեմ մտածում, որ հասել ենք պիկին, էլի, պիկին հասնելու համար էլ շատ ժամանակ ունի։ Էդ էլ կապ ունի, բայց նայեք, օրինակ կանոնի հարցում տենց խնդիր չունենք։ Լիքն է։ Հարվածայինի դհոլի հարցում էլի չունենք։ Դաշնամուրն էլ երևի չէ։ Դուդուկ շվի էլի չկա։ Կան էլի, ահագին կան երեխեք, ովքեր գալիս են ընդունվում են։ Բայց թարք, համանչա, սազ, սանթուր, այս գործիքները վերացման եզրին են։ Դա այդ մի քիչ ձեզնից էլ է գալիս, իրականում, ձեզնից վատ բանով չէ, էլի, այսինքն տարածման Ես էի ուզում ասել ռոպագանդայի հարցն է։ Այստեղ երեխեն օրինակ տուն է նստած, չէ, հեռուստացույցը մի անցնում է, կապ չունի ինչ ալիք, ինքը ոչ մի ալիքով չի տենում այդ գործիքները։ Հա։ Ոչ միտեղ չի տենում, իր առօրյայում չի տենում այդ գործիքները, չի էլ լսում։ Դրա համար այդ երեխան չի կարա ուզենա գնա սովորի այդ գործիքը։ Ասածս մի քիչ մեղադրական ստացվեց։ Թրքական ադրբեջանական երաժշտություն այդ գործիքներով նվագած, բարձավոր այդ երեխան պետքա լսի, իմանա, որ օրինակ դուդուկը հայկական ելևեջները հանում, բայց սազը, ուդը կամ քամանչան մի քիչ կարող, եթե շեղվածություն տա գնա դեպի արևելքի, արևելյան ինչ որ երաժշտության կողմ ու երեխան չուզենա ուղակի նվագի։ Չէ, իմ ասածը մի քիչ մեղադրական ստացվեց, այդ մեղադրական, որ ասում եմ, համել մի քիչ մեղավորը դուք եք, որ դրա մասին քիչ են իմանում, ոչ թե հենց հարցը այն է, որ նվագողն է մեղավոր, որտեղ դուք ձեր էջերով եւ այլն տենում եմ էլի, որ ուզում եք անեք, ոնց որ տարածումը մեծ հարթակներում շատ քիչ է, նույն TV-ներով կլինի, տեսել եմ, որ շողակաթում կար հաղորդումներ, որ երաժշտական գործիքների մասին խոսում էին, ու կարծեմ 5-րդ ալիքն էլ ուներ ինչ որ տես մի հատ հաղորդում, որ էլի մշակույթի ու երաժշտական գործիքների մասին էր։ Մեկն էլ ռոլիկներ է ցույց տալիս։ Այդ չեմ տեսել ճիշտ ասած, բայց վարպետների է ցույց տալիս։ Հա, բայց բանը ոնց որ բովանդակային մասով մեծ հարթակներում նամանավանդ Երևանից դուրս մենք կարող է Երևանի մեջ TV քիչ ենք նայում, նամանավանդ փոքր տարիքի երեխաները, բայց Երևանից դուրս շատերը TV են նայում ու մի քանի ալիք են էլի հիմնականում նայում։ Լավ կլիներ, որ այ պետական
աջակցություն չասեմ, որովհետև այդ աջակցություն բառը չեմ սիրում, այլ միջնորդությունը կամ նախաձեռնություն են լինել, որ լայն սփռում ունենալու համար պետքա TV-ով ցույց տան։ Կներես ընդհատեմ, այս վերջում կա մի քիչ այդ տենդենսը, հանրայինով հաղորդում արեցին երկերքոցներ կարծեմ, նույն Արեգացի նվագախումբը, որ ասեցի, ես նվագել եմ մոտ 13 տարի այդ նվագախումբը եթեր էր գնում ու շատ ողջունելի էր այդ, բայց այդ ինչ որ մի հատ շրջան է, այստեղ խնդիրը այն է, որ հիմնական 2 տարի արեցին ու կանգնեց ու այդ քո ասածն էլ, որ հա ինչ որ հաղորդումը պատմում են, այս հաղորդմանը թարի մասին, մյուսին Քամանչյան, մյուս գործիքը ու վերջացավ։ Բայց օրենք կա չէ՞ որ հանրային մուլտիպլեքսում եղած TV-ները պետք է օրինակի համար օրական այսքան ժամ հատկած տան սրան ու պրիտոմ այնտեղ կա կարծեմ մի ժամ թե 2 ժամ ինչքան է կրթական երեխաների կրթական ծրագիր։ Եթե մտնի օրենքի մեջ եթե մտնի օրենքի մեջ որ պետք է նաև ազգային թեմայով լինի, նույն չգիտեմ Արմենիան շանթ ու մնացած ալիքները երբ որ արդեն ստիպված պարտադրաբար ուզեն չուզեն այդ ցույց տան, կա չկա 5-6 հոգի մարդ կա որ պետք է իրենց կանչեն, այսինքն դուք լինելու եք բոլոր TV-ներով, ոչ թե ձեր պոպուլարության համար, ձեր գործիքը տարածելու համար։ Այդ դեպքում հավանականությունը ավելի մեծ է, որ հետաքրքրությունն է կշատանա ու չի կորի, էլի։ Շատ լավ է, այդ ամեն ինչը մնում է հնչում, մնում է իրականում։ Հետաքրքիր է թե ով է նայելու այս ամեն ինչը։ Իսկ հիմա մի հատ ուրիշ հարց, այս ամբողջ թեմայի հակառակ կողմը կան վարպետներ լավ գործիք ստեղծող։ Շատ չեն հարվածային գործիք, եթե խոսում ենք դհոլի մասին, կան բավականին։ Բայց եթե խոսում ենք դափի մասին, կոպալի մասին, քիչ են։ 1-2 հոգի, մեր կողմը հաշվին ենք բոլորս։ Իսկ եթե խոսում ենք մնացած ժողովրդիկների մասին, թար, Քամանչա, Սանթուր, առավել եւս չկան։ Ո՞նց է, նու երաժիշտը ուզում է առնի գործիքը, ո՞նց անի։ Չենց ասեմ, հիմա ինչ գործիք որ կան այդ նախկին վարպետների պատրաստած գործիքները։ Ինչ աբսուրդ է, չէ՞, բայց վարպետը կյանքից հեռանում է ու իրան շարունակող չկա։ Այս էլ է լուրջ խնդիր։ Ուրախ խոսացինք, եկանք տխուր կետի։ Ժպիտը խապուսիկ ընկերներ։ Չէ, մի քիչ։ Իրական աբսուրդ է, որովհետև դե տխուր է, թե ուրախ է, բայց իրական է ու ցավալի թեմաներից է էլի մեր։ Ուզում եմ ասել, թե դուք բոլորով հավաքվեք, մտածեք ոնց է ամեն ինչը։ Տեսեք, ես որ երեխա էի, կար պետական ինչ որ կարծեմ մշակույթի նախարարությունն էր նախաձեռնել, այդպես ծրագիր կար, որ երեխեքը, ովքեր նվագում են ազգային գործիքներ, ով ինչ գործիքով հետաքրքրված է, կազմակերպում էին անվճար դասընթացներ այդ գործիք սարքող վարպետների մոտ, ու ես մասնակցել եմ։ Ես գնացի, չգիտեմ ինչի գնացի դուդուկ շվի զուռնա սովորելու ու բավականին բաներ եմ սովորել, պատրաստելու առումով եմ ասում։ Այնտեղ կային կանոնի թարի Քամանչայի վարպետների մոտ էին գնում, բայց այդ ինչ որ մի հատ պահեր, կարծեմ հիմա չկա, կարող է ես տեղյակ չեմ, չգիտեմ, բայց պետքա շարունակող լինի էլի այդ ամեն ինչին, հա, օքեյ գնում են, սովորում են, բայց ուղղակի այդ հետաքրքրություն է։ Դե հենց այդ եմ ասում, կարող է դուք բոլորով հավաքվեք այդ մասնագիտության մեջ։ Մենք այս ռոլիկ կսարքենք ու կտարածենք Instagram-ով, որ վարպետների ենք փնտրում։ Հա, ովքեր պատրաստում են ու իրենց մասին։ Չէ՞ որ բոլորով հավաքվեք, փորձեք ոչ թե առանձին ինչ որ մի բան անել, գտնել մարդու, բոլորդ ինչ որ մի հատ սխեմա սարքեք, գործիքի դետալների եւ այլն, այն մարդու հետ, որը որ կարա թեկուզ եթե ինչ զբաղվածությունը այնքան խիտ է հիմա։ Թեկուզ Պարսկաստանից լինի։ Եթե ուզենամ զբաղվեմ այդ ամեն ինչով, ես պետք է ուղղակի նվագելը թողեմ, դասավանդել բան, ամեն ինչ թողեմ ու գնամ մենակ դրանով զբաղվեմ, էլի։ Որտեվ ամբողջ օրը պետք է արհեստանոցում նստես, չափես, ձևես, կտրես, կպցնես։ Այնքան անես,
մինչև ստացվի լավ գործիք։ Այս վերջս այդ նույն համերգներ շատ հավես հետաքրքիր անցավ, բայց դե մի հատ բան է ինձ հետաքրքրում, օրինակ դու նվագելուց այս տեսակ համերգներն ես սիրում, թե սիմֆոնիկի հետ կռիվ եմ գցում էլի ձեր խմբի մեջ։ Հələ դեպքն է։ Նախ ինչ վերաբերում է ազգայինին, ժողովրդականին, բոլորն էլ սիրում եմ։ Այստեղ հարցը այն է, թե էթնոն ուրիշ բան է, սիմֆոնիկը ուրիշ բան է, երկուսն էլ շատ սիրով ու հաճույքով եմ նվագում։ Դիվանը գիտե կամ պատասխան։ Նայած չէ, ես իմ տեսանկյունից մոտենամ տարբեր է էմոցիոնալ առումներով։ Ես էլ եմ հասկանում, որ նայած ինչ ես նվագում, գործիքդ ոնց ես սիրում ու այդ պայն ինչ զգացումներով ես նվագում, ինձ թվում է։ Հետո օրինակ սիմֆոնիկ դե խոսում ենք ֆոլկի մասին, բարձա կոպալով ուղղակի սիմֆոնիկ հետ չեմ նվագի։ Սիմֆոնիկ ֆոլկի ժամանակ նվագում ենք 4 հարվածային։ Ահա։ Գործ կա, որ 4 հոգիս էլ կոպալ ենք նվագում այդ գործի մեջ միաժամանակ։ Բնականաբար էլի լավ էմոցիաներով եմ նվագում, բայց ինչ 4 հոգով նվագես, ինչ մենակով էթնոյում մի քիչ տարբեր են, էլի։ Հետո ես կարամ ինձ թույլ տամ էթնոյում օրինակ մի քիչ ազատ նվագեմ, քանի որ ես մենակ եմ որպես կոպալահար, էլի։ Բայց նույնը չեմ կարող ինձ թույլ տամ այնտեղ, քանի որ այնտեղ 4 հոգի ենք։ Ու պատկերացրեք, եթե 4-ն էլ իրանց թույլ տան տենց ազատ նվագեն միաժամանակ, հետ լավ չի ստացվի, էլի։ Դե համար հստակ պետքա նվագես այն ինչ կա, էլի։ Ես ուղղակի մտածում եի, որ մտնում ես այն դաշտ, որը այդքան է քոնը չի, այդտեղ կարող ես մի բան քեզնից թողես ավելի ոչ թե ավելի է դուրս գալի, հետաքրքրության չափն է մեծանում, էլի ուղղակի։ Այ ոչ թե մտնում եմ մի դաշտ, որ իմը չի, այլ այդ դաշտ, որ մտել եմ, հենց իմ ժանրով եմ մտել։ Այսինքն ես գնացել եմ սիմֆոնիկի հետ, ֆոլկ եմ նվագում։ Չեմ գնացել սիմֆոնիկի հետ նվագում դասական ինչ-որ երաժշտություն։ Կինոյի սաունդթրեք։ Ու ստեղ էմոցիոնալ առումով այն է, որ այնտեղ սիմֆոնիկ հնչողություն է, ստեղ էթնիկ հնչողություն է, բայց էլի ժամանակակից մատուցմամբ։ Դե շեփոր ստեղծողը դժվար մտածել, որ մի օր կոպալու շեփորը երետ են լինի։ Ժանրային առումով նույնն են, հա, օրինակ Գողթան Մանկտիկ երգը համ նվագում ենք էթնոյով, համ նվագում եմ սիմֆոնիկ ֆոլկով, բայց լրիվ ուրիշ հնչողություններ են։ Այնտեղ լրիվ ուրիշ բան է, այնտեղ լրիվ ուրիշ բան է, էլի։ Ամեն դեպքում երկուսն էլ շատ հետաքրքիր է։ Ուզում ենք, որ քո գործը ու քո արասները գնահատվի, անսպառ լինեն ու հա գնահատվեն, ու այն մարդիկ, ովքեր որ քոպես կռիվ են տալի այդ ամեն ինչի համար, որ մնայուն լինի այդ ամեն ինչը հետո ազգի, սերունդների օգտագործման համար, թող միշտ որ կանաչ ճանապարհ անամպ երկինք բան այդսեղ լինի բոլորին, ովքեր որ տենց լավ գործով են զբաղվում, ինչ որ նպատակի համար, գաղափարախոսության համար, թող կանաչ ճանապարհ լինի։ Մերսի շատ այսօրվա համար այսքանը։ Ձեզ Տեսություն։